Հայր մեր, որ եկինս ես սուրբ եղիցի անուն քո, եկես սարքայություն քո, եղիցին կամ քո, որպես եկինս և երկրի, ըսած մեր անապազոր դուր մեզ այսօր, և թող մեզ պարտիս մեր, որպես և մեր թողնուք մերոց պարտապանած, և մի տանիրեզ մեզի փորձություն արկրկյազ մեզի շարել, զիքոյ արկայություն և զորություն և փառք հավիտյանս ամեն, ես առաստված կարդացի և նա լվավ ինձ երեկույս իվավորտային և հասարակավոր։ Ասրի աստուծոյի մոյևակ ունեի կենարանի, որ կրկես լարայսյու և կեցուցան է։ Փառքոր և որդվո և ոգվույն սրբով։ Այժմ և միշտ և ավիտյանս հավիտենից ամեն և ևս խաղաղությանս Տեր Աղջեսու կրկակեցո և ողորմյան։ Օրություն և փառքոր և որդվո և ոգվույն սրբով այժմ և միշտ և ավիտյանս հավիտենից ամեն։ Ոնայցով դեսում կնքու և լուրին ձյամքար և դրակեն ես, վայրացվածին սուրբը և կրկյասար այս քո աստվածի մորին քեզ ուսացար, ողորմյանից Տեր զյարքեզ աղարկեցի զորանապաս ուրախարացանուն ծարայքով զյարքեզ Տեր ամբավցի զանձնից, զիտու Տեր կապսը և ուրիրես բազմով մարամենեսիա որ կարտանար քեզ, ունկնդիր Տեր աղոտիցի մոց և նայայից այն խնդրվածացի մոց, աղուն էությանի որ կարտացի արկեզ և լվարից, ոչ ոք ենվանքես աստվածս Տեր և ոչ ոք և որպեսս գործս քո, զամենեն ասկեզ որալը եգեսն և երկի պակցեն առաջի քո պարավոր արասեն զանուկ պավիտյան, Եծեր ուկեր և արնես կանչելիտ և միայն ես աստված, առաջնորդերից ի ճանապարհիկում և գնացից ի ճշմարտությանքում և ուրախ եղիցի սիրտին և կնչել համբանեքում են, ոսկորամիրը ծարկես Տեր աստվածին բոլորոս սրտին ու պարավորարից զանուկ հավիտյան, մեծ երերի վերային ողորմություն քո Տեր և բրկեցեր զանձնի մի դժոխոցներ տոս, աստվածանորեն քայլերի վերային ժողով կզարասնուզրեցի զրանում և ոչ ամարեցան ասկեզ աստված առաջի յուրյանց, Այդ ու Տեր աստվածին կտասես և ողորմած երկայնամին բազմով և ճշմարիտ նայարես և ողորմյանից, ուզորություն ծարայքով կեցոցով տիրահատնողով և արարիս նշան բարության, Բեսրեն ատելիքին և ամաչեսեն զիտու Տեր օգնեցեր ինձ և մխիթարեցեր զիս, Արկոր և որդո և ոգույն սրբով, այժմ և միշտ և ավիտյանս հավիտենից ամեն, Փառք քեզ Աստված, քեզ հավես ամենայնի Տեր փառք քեզ։ Եվ ևս խաղաղությանս Տեր Աղջեսու կրկակեցո և ողորմյան։ Օրնություն և փառքոր և որդվո և ոգվույն սրբով այժմ և միշտ և ավիտյանս հավիտենից ամեն։ ապրես հոսիս Տերի մարդո ճարե ամյան իրավը պրկյազիս, Որեցան զանոյությունի սիրտս յուրյանց որ ամենեն պատրաստեցանի պատերաս, ծրեցինս դեսուս յուրյանց որպես ոսի և կույքիչից իներ կոշրկած նոցա, վայացիս Տերի ձեռացմերավորի և իմաստո շարե պրկյազիս, օրեցան տապանելս գծնացսին տակուցինան բարտավակ որոգայտից, Զարս դկեցին որոգայց ոտիցի մոտ շուշավ ոգի մոր եդինից գայտակոտյուն, ասացի Տեր աստվածի մեջ դու կնդիր Տեր ձայնի աղոտիցի մոց, Տեր զորություն փրկությանի մով անի գլխոյի մոավոր պատերազմին, մի մարդեցիս Տերի ցանկություն մեղավորած ու խորեցան բասմում և վայրականերզիս, Զիմի երբեք բարսասին և խորուրդ նոցամի կատարեսին, վաղճան կատարացին նոցավ, աստակ շրտան սյուրյաց սասկեսես նոցավ, ացես իրանոց ասկայցատինս որ և կործանեսես նոցայի տարականաս մի կարասնկյալ, Մարդով ես մամումի աջոյես սիրվերը երկրի, զայմե աղոչայի կյուրորսասենի գորուս, Սանի հազյանես Տեր դատաստան աղկատի և իրավունս տնանքի, Արդար գասին զանվանեքում են բնակեսին ու եկ առաջի երեսասկոց, Տեր կարտացի արկես և ուրիս նայայից այն աղոտիցի մոցի կարտարին ու մարկես, ու երերիցին աղոտքի որպես ունք առաջի կոտեր ամբարձում են ձեռացի մոց պատարակ երեկոյի, Դիլտեր պահապան վերանունո և դուրնամ ու շրտանցի մոցի մի կոտորեցի սիրտին բարին ճարության, ի պաճարվելս պաճարս մերաս նտմաս որ գործես անորենություն և ոչ ես կծոր դնդրելոց նոցավ, Ռադեսեսի սարտանը որմության և անդիման արասեն յուր մեղավորի միոցես գլուքին և աղոտի մի կամստորա, Արկելան մեծարի մի դատավոր նոցավ լվից է բանի սիմոնց և կավսրասին, որպես տանությունը ոսի սրտյար է վերա երկի ծրեսի ոսկեր նոցավ մերցի դժով, Արկես Տերն աչքի մի քեզ ուսացատել, միանես ոգին են, Այազի սորոգայց է որտակուցանից գայտակնետ է գործոնի զանունություն, Անցինից անցս նորամեղավոր միայն եմ ես մինչև անցից, Ձայնիմով ես արտեր կարտացի, ձայնիմով Տեր աղաչեցի, Սպրեցից առաջի դիարանզավոցիմ և զնևոթյունցիմ առաջին օրա պատմեցից, Զվահերին են ոգոյին մոտ ուտեր ձայնի աշավրսին ու ճանապար որ և գնային տակուցավ
օրնյալ եմ կարդ մեծության քո, որ հաստատեցել ես լուսավորոսի բարձունս, և ինձ լույս ծայկեցել ընդամենենք եզերս, արավերս արեգակն ու սապսուվնչյան, հզլուսիմը և զաստեղս ուսատու գիշերով և զլույս ճրակի, դու ես լույս գովելի, սուրբ և առաջին լույսն, իքեն հապնու խավարն և զլույս կո կենթանի տեր ծակերի սիրտս մեր, և մեկ միաբան ասասու օրնյալ անում սուրբ հարածքոս, և կեզ երկեմ զորություն և ըսպարս, որ և որդվո և ողքույց սրբով, այժմ և միշտ և ապիկյանս հավիտենից, ամեն։ Ասյալ սիժամ երեկոյիս ամենեքյան անբարնալով ձերս մեր փառավորեն կսկես դեր աստված մեր, որ շորեցել մեզ ըստիվս խաղաղության բանսուցանել և ասանի իժամ երեկոյիս, արժանավորյազ մեզ տեր, սուրբ սրտի վրեշտակային երկով, գոհաբանություն մանուցանել դյարնասու ամենակարիվ կեցո և ողորմյա։ Կեցո տեր և ողորմյա։ Ողորմյաց մեզ տեր աստված մերս մեծի ողորմության քում ասասուկ ամենեքյան միաբանության։ Տեր ողորմյա, տեր ողորմյա, տեր ողորմյա, ասյալ սիժամ երեկոյիս ամենեքյան անդադար փառավորեն կսայր և զորքի և սուրբ հոգի, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն։ Դու երկյուղացած կոս նշանց յապեսիներս ածավերան, որպես պրկեցան սիրելի քո, գեցո աչով քո և լուր մեզ, ու իրերիցի նահոգին, որպես մոք առաջի կոտեր, ամբարձում ընձեռացի մոց, պատարակ երեկոյի, ասասուկ ամենեքյան միաբանության տեր ողորմյա։ Տեր ողորմյա, Ասախաղության ամենայն աշխարհի և ազատության սրբո եկեղեցվոց Տեր ավաչեցուկ, Տեր ողորմյա, Վասն ամենայն սուրբ և ուղղափառ եպիսկոպոս հացս Տեր ավաչեցուկ, Տեր ողորմյա, Վասն հայրապետին մերով գյարն գարեգի սրբազնագույն կաթողիկոսի գենաց և բրկության ողորինս Տեր ավաչեցուկ, Տեր ողորմյա, Վասն արտապետած կանայից սարկավագած դպրած և ամենայն ուղդիմանքանց եկեղեցվոց Տեր ավաչեցուկ, Տեր ողորմյա, Վասն բարև պաշտակավորած և աստվածասեր իշխանած զորավարած և զորացրոցինս Տեր ավաչեցուկ, Տեր ողորմյա, Վասն զիտերն ամենակարնազանդեցուց սեարաչինոց հազամենայն պատրիազունս թշնամյացս Տեր ավաչեցուկ, Տեր ողորմյա, Աղագս հաց և եղբարձններոց հոգի գերությանը և չարձալայությանս Տեր ավաչեցուկ, ազատյատեր և ողորմյա, Աղագս ճանապարհորդած և նամորդած խաղաղության բացամիլի նավանգիստն բարությանս Տեր ավաչեցուկ, Տեր ողորմյա, Աղագս հիվանդած և ամենայն վշտացելոց կութապես առողջությանս Տեր ավաչեցուկ, Տեր ողորմյա, Աղագս բարեխառնության ու թոծանձրևած քաղցության և պտղոցավատությանս Տեր ավաչեցուկ, Տեր ողորմյա, Աղագս ուխտավորած և պտղաբերից սուրբ եկեղեցի Աստուծոս Տեր ավաչեցուկ, Տեր ողորմյա, և Աղագս այնոցի բոմատնյալ կենի ձեռս անօրինացված նավակը Քրիստոսի ես Տեր ավաչեցուկ, ազատյատեր և ողորմյա, Աղագս ոգվոց նամուցելոց գո ճշմարիտ և ուր հավատոյի Քրիստոս ննջեցինս Տեր ավաչեցուկ, իշատեր և ողորմյա, Աղագս պրկելոց լեստի արնաց կորերը և աներույթ հրշանգույն ըստ Տեր ավաչեցուկ, Տեր ողորմյա, Մարախոս ունի սուրբ զնարյալ զաստվածածինը, ըսպարավորյալ և օրնյալ միշտ սուրբ հույսն, սուրբ սովանես մկրտիչն, սուրբ Ստեփանոս նախավակայն, սուրբ Զարակյալսն ևս մարգարեսն, զարի ևս հաղթող սուրբ զվկայսն, ևս մեծ խոստովանողն Քրիստոսի, ըս հայրապետն մեր, ըս սուրբն Գրիգոր, լուսավորիչն Հայաստանյայցս աշխարհ։ Իշեշի և ամենայն սուրբս և նոքոքս Տեր ավաչեցուկ, իշատեր և ողորմյա, Ձերեգս մեդյան ես առաջակա գիշերս խաղաղության բանսուցանել հավատովի դյարներ խնդրեսուկ, նորյատեր, ըստ ռեշտակալության բավանանձանց մերոցի դյարներ խնդրեսուկ, շնորհյատեր, ըսկարություն և զողություն հացանած մերոցի դյարներ խնդրեսուկ, նորյատեր, ըստ փոխաչի մեծ եկարոզորություն ողջություն անձանց մերոցի դյարներ խնդրեսուկ, շնորհյատեր, և ևս միաբան վասն ճշմարիտ և սուրբ հավատոյից մերոց Տեր ավաչեցուկ, Տեր ողորմյա, Զանձինս մեր և մինյանս դյարնասու ամենակալի հանձնարասուկ, ես դյարնընթաց և եծուկ, Ողորմյաց մեզ Տեր աստված մերս մեծի ողորմության քում ասասուկ ամենեքյան միաբանության, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Նուր ձայնից մերոց Տեր աստված մեր, ընկալ զաղաչանս մեր, ըս համբարձում ընձեռած մերոց ևս բանս աղոտից, սրբե
քեսների հոտ անուշից իհաճույս կես պատրաստել։ Ավելի մեծ տերակատար, հավատ, ըսույս, ձեր և զամենայն գործս արագունության, որպես ես կամած խոց բարեսիրած միշտ մնավորյալ բարեպաշտության թիթվը և գիշերի, արժանավոր կերիցու քաղաքս անձանց մերոց գրկության և ասանքևոր կենացը աղաշելս կեստեր, և գտանալիք ենս շնորս և զողորմություն, և գոհանալով պարավորս ու կսար և զորդ և սուրբ հոգի, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն, խաղաղություն ամենեցում։ Աստուծո երկիր պարգեստում, Առաջին կոտեր, կեզ երկիր պարմանելով դեր աստվածում, գոհանամ կսկեն աղավս խաղաղության բացուցանելու մեր ձեր կարություն դվնջանս։ Դուր մեզ դեր աղաչեն կսկես, զերեկս և զարաչիկա գիշերս, առանց մեղած և առանց դերակոտյան անցուցանել։ Հաստատուն կար և մնալ, ի հավատ, ի հուս, ի սեր և ի պատվիրանապահության։ Խնդրելով ըսխաղաղություն ամենայն աշխարհին, և եկեղեցվող ում սրբո ըսհաստատություն և անձանց մերոց ըսպրկություն, որպես ընդունելով իքենս հայցվածս մեր և մեծ վայաճական փառաբանություն միշտի բարձունս արակեսցում, ամենազոր տերությանը Քրիստոս Աստված մեր, այժմ և միշտ և հավիտյանս աղետենից, ամեն։ Սուրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և ամա, գոհաչեց արվաստն մեր, գողոնյա մեզ, սուրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և ամա, գոհաչեց արվաստն մեր, գողոնյա մեզ, սուրբ Աստված, սուրբ և հզոր, սուրբ և ամա, գոհաչեց արվաստն մեր, գողոնյա մեզ, հարավորյալ և օրյալ, ի սուրբ կույս Աստվածածին Մարիամ, Մայր Քրիստոսի, մատոզաչյանս մեր, որդվոքով և Աստուծո մերով։ Գրկերս մեզ ի փորձութենը և ամենայն վտանգից մերոց։ Եվ ևս խաղաղությանս դերավաչեց սուրբ վասնջսելի լինելով դիառնասուծո զայր առաջանած մերոց բարեխոսության սուրբ աստվածածին և իշխանելով ի վերամեր ողորմության և գթության դիառնասուծո ամենակալ Տեր Աստված մեր կեցո և ողորմյա Կեցոդեր և ողորմյա, ողորմություն և պարք, որ և որդվո և ողքույն սրբո, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն։ Ամբարձիս այդ սիմիլերին սուստ եկեսեին ձոգնություն, ողնությունից իպիարնը եկես է, որ զերքինս և զերքիր, Ամբարձիս ացիմիլերից, ուստի եկեսեին ձոգնություն, որ պատվիրան ճշմարտության ավանդեցել
Քրիստոս Տեր Ջեսու հասաստու ամենիքյան միաբանությամբ Հայր գտած բարեznamով արիչ ամեն երացից ընկալս պաղատանս տարայից հոցի ժամ երեկոյիս, որ առատ բեսարանում մարդևով բարերոքում Ողոր միա Տեր ամենայն աշխարհի և եկեղեցվող ու սրբով հիվանդած, վշտացելոց, ճանապարհորդած, նավորդած, խոստովանված, ապաշխարված և ուղղոց մնուծելոց Զիգուր Տեր ամենակալ, գիտես սպետս նոր և սկարիս, առավել քան զոր խնդրեմ և իմանամ և քեզ ընդորդվող և ամենասրբով քույր Վայելեվար, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն Օրհնյալ Տերուներ Հիսուս Քրիստոս ամեն Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղեցի անունքով, եկես ծրագրայությունքով Եղեցին կամքով, որպես երկինս եկրի, ըսած մեր անապազորդուրն ես այսօր Եվ թող մեզ սպարտից մեր, որպես Երուսաղեմ, մերոց պարտականս Եվ մի տանիրես մեզ փոխություն, այլ կրկյազ մեզ Զիքոյ արկայություն և զորություն և պահ հավիտյանս ամեն Իմաստություն որ Հիսուս, որ մեզ իմաստություն Դզբարից որել և խոսել և գործել առաջի քո ամենայն ժամ Իչար խորհրդոց, Իվանից և իվորձոց կրկյան ես և ողորմյակ բարարածոց և մեզ բազմամեղված ես Ամեն Սիրելի հավատացյալներ, նստեք քննեմ Այսօր մեզ բոլորիս համար մեծ ուրախություն է Որովհետև այսօր մենք մեզ հետ ունենք Գևորգյան հոգևոր ջեմաանի մագիստրատուրայի երկրորդ լսարանի ավարտական լսարանի ուսանող Դավիթ Սարգսակ Բամբարյանին, ով մեր խնդրանքին ընդառաջ, ինչպես նկատած կլինեք, այլևս Կիրակի օրերը սարգսակություն է անում մեր եկեղեցում, իր կարևոր նպաստը բերելով մեր հոգևոր արարողությունների լիակատար իրականացման։ Եվ այսօր կրկին մեր խնդրանքին ընդառաջ Դավիթ Սարգսակը ինքը պիտի անցկացնի խոկման այս արարողությունը, այս եկեղեցում իր անդրանիկ քարոզը, իր անդրանիկ խոսքը ուղղելով մեզ ամենքից։ Սիրելի Սարգսակ խնդրեմ։ Սիրելի հավատացյալներ, նախքան բուն քարոզի նյութին անցնելը իմ փառքը եւ գոհությունն է վերարաքում Աստված այս պատի առիթի համար, որ Աստված շնորհեց միասին խորհրդածելու։ Սիրելի Տեր, նաեւ ողջական երախտագիտություն ձեզ Սուզորավոր եկեղեցու ամբողջ հոգևոր դասին ինձ ձեռված այս հնարավորության համար։ Հանուն Հոր եւ Որդու եւ Հոգուի սրբով ամեն։ Իսկ Աստված արդարություն չի անի իր այն ծառաներին, ովքեր գիշեր ցերեկ աղաղակում են եւ նրանց համար միայն համբերատար կլինեն։ Այսօր արդեն հասնում ենք Մեծի Պաուլ շրջանի 5-րդ Կիրակին, որը մեր հայրերը անվանել են Դատավորի Կիրակի հիմք ընդունելով Լուկասի ավետարանի 18-րդ գլխում պատմվող առակը Այրի կնոջ եւ դատավորի մասին։ Պատմվում է, որ մի այրիկին կար, որ իր թշնամու, իր հակառակորդի դեմ դատ ուներ, խնդիր ուներ, որը լուծման կարիք ուներ եւ այդ հարցով նա անընդհատ գնում էր դատավորի մոտ, խնդրում, որպեսզի իր խնդրանքին լուծում տա, իր դատը տեսնի, սակայն դատավորը չի պատասխանում եւ դատը չի տեսնում։ Քանի որ գիտեր, որ այրիկինը ոչ մի հովանավոր չունի, ինչպես այդ ժամանակի բոլոր այրիները, եւ նույնիսկ այն վարձը, որը պետք է վճարվեր դատավորին, այդ գումարը այրիկինը չուներ։ Սակայն այրիկինը ուներ մի հզոր զենք, դա իր համառությունն էր, իր հավատքի մեջ, ինչպես ավետարանիչն է նշում, հարատևություն է։ Եվ վերջում արդեն ավետարանիչը պատմում է, որ դատավորը տեղի տալով կնոջ խնդրանքներին, արդեն հոգնելով որոշում է տեսնել կնոջ դատը եւ հենց այսպես էլ ավարտվում է առակը։ Լուկաս ավետարանիչը շատ հստակ կերպով է մեզ ներկայացնում դատավորի կերպարը, թե ով էր նա, ասում էր, որ Աստծուց չի վախենում եւ մարդկանցից չի ամաչում։ Ինչ կարող ենք հասկանալ ավետարանչի այս խոսքերից։ Ավետարանիչը նկատում էր, որ ինչպես արևելքի մնացյալ բոլոր դատավորների պարագային էր, դատավորը կարող էր կաշառք վերցնել, զեղչել ինչ-որ մեկի դատը եւ որը ամենացավալին է ինչ-որ մեկի հանդեպ շինծու դատ տեսնել։ Եվ այստեղ այսինքն Լուկաս ավետարանիչը մեզ հստակ կերպով ներկայացնում է բարոյականությունից զուրկ, բարոյական նկարագիր ունեցող ինչ-որ մեկի կերպարը, որը այս դեպքում արդեն դատավորն էր։ Սակայն բացի դատավորի կերպարից, ավետարանիչը խոսում է նաև այրի կնոջ կերպարի մասին, որի վրա ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը սեղմել։ Այրի կինը ոչինչ չուներ բացի մի բանից, ինչը նրա հավատն էր։ Եվ մենք պետք է մեզ ինքներս հարց տանք, թե ինչ կերպ ենք վարվում մենք եւ ինչ նմանություններ ունենք այրի կնոջ հետ։ Արդյոք մենք ունենք այրի կնոջ հավատի գոնե մի փոքր տոկոսը,
թե ոչ, ունենք այդ համբերությունը, թե ոչ, եւ ինչ կերպով ենք վարվում մենք, երբ որ մեր աղոթքների պատասխանը միանգամից չենք ստանում։ Սկզբնական շրջանում, երբ որ մենք աղոթում ենք Աստծուն եւ մեր աղոթքի պատասխանը միանգամից չենք ստանում, մեզ թվում է, թե մեր աղոթքը Աստծու համար լսելի չի եղել, ինչ որ չափով կրկնջում ենք, դժգոհում Աստծուց, սակայն պետք է հիշենք, որ մենք Աստծուց նեղանալու որևէ պատճառ չունենք։ Թեև Քրիստոս մարդացավ, մարդկային մարմին հագավ մեր փրկության համար, սակայն դրանից զատ չդադարեց լինել ամենագետ եւ ամենատես, եւ նա ամբողջովին գիտի ավելի լավ մեզանից, թե մեզ ինչն է անհրաժեշտ եւ ինչը ոչ։ Այս արդիվ մեր հայրերը երեկոյան ժամերգության վերջավորությանը հնչող հայր գթած աղոթքի մեջ շատ գեղեցիկ կերպով են նկարագրել, ասելով, թե Տեր, գիտես մեր պետքերը եւ կարիքները առավել կերպով, քան մենք ինքներս կարող ենք խնդրել եւ իմանալ։ Պատմում են մի հետաքրքիր պատմություն այս առակի վերաբերյալ, հենց պատմում են, որ մի փոքրիկ գյուղաքաղաքում սովորույթ կար, երբ նոր տարին գյուղացիները քահանայի գլխավորությամբ հավաքվում էին գյուղամիջում նոր տարին դիմավորելուց, աղոթք էին անում, ուրախանում եւ միասին արդեն վերջում դիմավորում նոր տարին։ Հերթական տարեմուտին, երբ որ պետք է արդեն նոր տարին գար, բոլորը տխուր են լինում, որովհետեւ այդ տարի ձյուն չի լինում եւ գյուղացիները խորում են, մտածում են, որ առանց ձյան մեր նոր տարին նոր տարվա նման չէ։ Դիում են քահանային եւ քահանան ասում, որ նորից աղոթքի կանգնենք, բոլորով խնդրենք, որպեսզի Աստված մեզ համար ձյուն տեղացնի։ Եվ մինչև առավոտ սպասելով այդպես էլ այդ ձյունը չի տեղում, եւ բոլորը հետ են գնում իրենց տները արդեն տխուր, տրտում, փոշմանած, եւ առավոտյան քահանան գյուղամիջում եղևնու շուրջը մի մանուկ է տեսնում, որը ուրախ զվարթ թռչկոտում էր, կանչում է մանուկին եւ ասում, թե ինչի համար ես ուրախացել, երբ բոլորը տխուր տրտում իրենց տները գնացին եւ միայն դու ես որ ուրախ ես։ Մտերար, գիտես, ամբողջ գիշեր չեմ քնել եւ աղոթել եմ Աստծուն, որպեսզի այս տարի ընդհանրապես ձյուն չկա, որովհետեւ ձմեռվա կոշիկ չունեմ եւ եթե այդ ձյունը լիներ, ես չէի կարողանալու դուրս գալ։ Հետևաբար այս ամենը լսելով որքան թերահավատ պիտի լինենք մենք, կարծելով թե կան աղոթքներ, որոնք Աստծո համար լսելի չեն։ Հետևաբար սրանց պետք է հետևացնենք, որ ուղղակի կերպով պետք է հարատև աղոթել, հարատև լինել աղոթի մեջ եւ հուսալ, որ ինչի համար որ աղոթում ենք Աստծուն, Աստծո համար հաճելի եւ մեզ համար անհրաժեշտ, ուստի եթե աղոթքը լինի հենց այդպեսին, Աստծո պատասխանը չի ուշանալու։ Մի կարևորի կետի մասին նույնպես ուզում եմ խոսել, եւ որը կցանկանամ, որ լինի այսօրվա բոլորիս խորհրդածությունների առարկան, թե ինչ ենք անում մենք աղոթքից զատ։ Աստված Քրիստոս արդեն մեզ սովորեցնում է, որ աղոթքը պետք է ուղեկցվի գործով, եւ դրա լավագույն օրինակը արդեն բերում է Հակոբոս առաքյալն իր ընդհանրական թղթում, ասելով, որ աղոթքը առանց գործերի մեռած է։ Այսինքն մենք պետք է ինչ նկատի ունի ընդհանրապես առաքյալը այստեղ, առաքյալը ցանկանում է ցույց տալ, որ երբ որ մենք աղոթք ենք անում, սակայն աղոթքից զատ այլևս ոչ մի բանով չենք զբաղվում, եւ այս օրենքով գնալով ասում ենք, որ գիտեք ինչ, ես աղոթել եմ, հետեւաբար իմ աղոթքը պետք է իրականանա եւ իմ խնդրվածքները պետք է լինեն, սակայն դրանից զատ ուրիշ ոչինչ չենք անում, դա այնքան էլ ճիշտ չէ։ Այսինքն մեզ համար պետք է աղոթքը եւ գործը միաժամանակ ընթանան եւ երկուսը պետք է իրարից անբաժան լինեն։ Բացի դրանից Քրիստոս սովորեցնում է մեզ ճիշտ աղոթել, եթե Քրիստոսին դիտարկենք որպես բարոյագետ ուսուցիչ, նրա աստվածության մի կողմ դնելով, դիտարկենք ուղղակի որպես բարոյագետ ուսուցչի տեսանկյունից, նա մեզ ուղղակիորեն սովորեցնում է եւ գլխավոր առաքինություններից մեկը դա խոնարհությունն է, որը պետք է մեր ամբողջ կյանքի ընթացքում ուղեկցի մեզ եւ Քրիստոս ժողովրդին ավելի պատկերավոր կերպով բացատրելու համար խոնարհության կարեւորությունը Ղուկասի ավետարանի 18-րդ գլխում շարունակությանը պատմում է հաջորդ փարիսեցու եւ մաքսավորի մասին առակը։ Պատմում է, որ երկուսն էլ եւ փարիսեցին եւ մաքսավորը տաճար են գնում աղոթքի կանգնելու եւ երբ սկսում են աղոթել, փարիսեցին ասում է, թե Տեր, շնորհակալ եմ, որ մնացյալ մարդկանց նման չեմ հափշտակում, չեմ գողանում, անիրավ չեմ, այլ դրանից զատ նաեւ իմ 10-րդ ժամանակին եմ տալիս, շաբաթը 2 անգամ ծոմ եմ պահում եւ այդպիսով փորձում է բարձրացնել նույնիսկ աղոթքի մեջ իր անձը։ Եվ հաջորդում մասին, որ խոսում է Քրիստոս, դա մաքսավորն էր, որը նկարագրում է Ղուկաս ավետարիչը, որ կանգնած էր մեկուսի տաճարի մի հատվածում, որտեղ նույնիսկ հնարավոր է, որ մարդիկ ուղղակիորեն չէին անցնում եւ նրան չէին տեսնում, եւ ընդամենը 4 բառ է օգտագործում մաքսավորը իր մերքերի թողության համար, ասելով Աստված քավիազ ինձ մեղավորս, Աստված քավի ինձ մեղավորս։ Այդ աղոթքը նույնպես մեր հայրերի կողմից շատ է օգտագործվում,
առավոտյան ժամերգության, պահոց շրջանի առավոտյան ժամերգության մեջ 3 անգամ անընդմիջաբար կրկնվում է Աստված քավյազի սզմեղավորս հատվածը, որին 3-րդ անգամ արդեն կրկնելուց ավելացվում է Աստված քավյազիս սզմեղավորս իմ մեղած եւ կեցո, այսինքն Աստված քավի իմ մեղավորի մեղքերը եւ ապրեցու։ Այս խոսքերից էլ հենց հստակորեն երևում է, որ ճշմարիտ ապրելը մշտապես դիտարկվել է առանց մեղքի, մեղքից հեռու առաքինի կյանքով ապրելը։ Այո, պետք է խնդրենք Տիրոջը, որ նա ների մեր մեղքերը եւ իբրև մեր հարատև աղոթքների եւ հավատի կյանքի շնորհապրելու կարողություն եւ հնարավորություն ապրելու իր հետ, ինչի մասին արդեն ինձ Հիսուս խոսում էր։ Այս առակները հստակ նմանություններ ունեն եւ պետք է փորձենք հասկանալ նաեւ փարիսեցու կերպարը, թե ինչ էր ասում փարիսեցին իր աղոթքի մեջ։ Երբ որ փարիսեցին ասում է թե Տեր, ես շնացողների նման չեմ, գողացողների նման չեմ, սա ինչ-որ մի տեսակ հստակ կերպով մերժումն է Աստծո գոյության կամ Աստծո ներկայության իր կյանքի։ Այսինքն փարիսեցին ասում է թե Տեր, այսպես թե այնպես առաքինի կյանքով եմ ապրում, իմ պատկերացած առաքինի կյանքով եմ ապրում, 10-րդս էլ վճարում եմ, կոպիտ ասած էլ դու ինչին ես պետք այս կյանքում, երբ որ ես առանց քեզ էլ կարողանում եմ այդ ամենը անել, եւ այսպիսի աղոթքը, որը իր մեջ նույնիսկ փոքրիկ հնարավորություն ունի մեզ նմանին իջեցնելու, մեզ նմանին ցածրացնելու եւ կա գոռոզություն այն աղոթքի մեջ եսասիրություն, այդպիսի աղոթքները ոչ մի կերպով լսելի չեն Տիրոջ համար։ Այս երկու առակները հստակ նմանություններ ունեն եւ պետք է մենք ինքներս մեզ հարց տանք, թե այս 4 կերպարներից որին ենք մենք ավելի նման կամ որի նման ապրելն է մեզ ավելի հաճելի։ Ես ինքս շատ անգամներ այդ հարցի շուրջ երկար եմ մտածել եւ մտածելով նույնիսկ հասկացել, որ ասել եմ այն կետի, երբ պատասխանը չգտնելով դիմել եմ Աստծուն, խնդրելով թե Տեր օգնիր ինձ հասկանալ։ Եթե փորձեմ ես ինքս գտնել իմ նմանությունը, պիտի ասեմ, որ 4 կերպարներին էլ ունեմ ինչ-որ չափով նմանություններ, սակայն 4 կերպարների միաժամանակյա միացումը մեկ անձի մեջ այդքան հեշտ չի լինի դիտարկել, ուստի իմ կյանքի տարբեր ժամանակներում առիթ է լինում հագնելու սրա կամ նրա կերպարանքը ընդունելու մեկի կամ մյուսի հատկանիշները։ Երբ կանգնում եմ ինչ-որ մի դժվարության առջև, երբ ելքը դժվար է նշմարվում եւ չեմ կարողանում ինքս ինձանով ելքը գտնել, իմ մեջ ընդունում եմ այրի կնոջ հատկանիշները, հույսս դնում եմ միայն աղոթքի վրա եւ Տիրոջից խնդրում դա։ Երբ ինչ-որ մի պահի զբաղվածության կամ ինչ-որ մի այլ առիթով, այլ պատճառով չեմ կարողանում մերձավորից խնդրանք իրականացնել, ինստինկտիվ հագնում եմ արդեն դատավորի զգեստները եւ նրան մերժում եմ, այդ դատավորական անտարբերությունն է արտանում իմ մեջ։ Նաեւ բացի դրանից, երբ ինչ-որ մի միջավայրում, ինչ-որ մի պահի որոշ մարդկանց մեջ լինում եմ լավագույնը, անկախ ինձանից մեղավոր բնության պատճառով հագնում եմ արդեն փարիսեցուն եւ ինքս սկսում իմ մեջ գոնե ինձ գովել։ Սակայն այն ժամանակ այս ամենից հետո, երբ պահ է գալիս արդեն խորհրդածելու իմ ընթացքի մասին, իմ եւ Աստված հարաբերությունների մասին, կարելի ասել ինչ-որ կերպով դառնում եմ մաքսավոր եւ նույնիսկ ամաչելով գլուխս բարձրացնել, ինչպես Լուկաս ավետարանիչն է ներկայացնում Փարիսեց մաքսավորի պարագային, միայն աղոթում եմ ծածուկ ասելով, որ Տեր, քավյանս մեղավորս եւ կեցո, այսինքն Տեր, քավիր իմ մեղավորի մեղքերը, դատավորական անտարբերությունը, փարիսեցիական անտարբերությունը եւ գոռոզությունը եւ խնդրում եմ, որպեսզի ինձ ազատի այդ մեղքից։ Հետևաբար այս պահին պետք է փորձենք պատասխանել երկու հարցի, ինչ դասեր պիտի քաղենք Տիրոջ կողմից այս պատմված առակներից եւ ինչ պետք է անենք։ Մեծ պահքի այս շրջանը լավագույնն է այս հարցերի պատասխանը ստանալու համար։ Մենք այս ընթացքում չպետք է երբեք մտածենք, թե եթե պահք ենք պահում, հոգևոր ինչ-որ շնորհի ենք հասել, հետևաբար մեր կողքիններից ավելի լավն ենք։ Ընդհակառակը, ինչքան մենք քայլում ենք դեպի Աստված, գնում ենք դեպի Աստված, այդքան ավելի ենք նմանվում մեր բնական պատկերին, մարդուն, որը Աստված ստեղծեց։ Հենց այստեղ է, որ մենք պետք է խոնարհեցնենք մեզ մնացածից ավելի ցածր դասենք, դիտարկենք մեզ իբրև նրան ծառա, որի լավագույն օրինակը Քրիստոս ոտոնվայի ժամանակ ծնկելով աշակերտների ոտքերը լված, իբրև նրանց ծառա, բայց երբեք չդադարելով լինել իբրև Տեր եւ Աստված։
Եվ Քրիստոսի մեծագույն պատվիրաններից մեկը հենց այդ ժամանակ կարող ենք իրագործել, որը մերձավորին օգնելն է, քանի որ երբ մեր շրջապատը տեսնի, որ մենք այլևս այս ներքին եսասիրությունը, ներքին գոռոզությունից ազատվել ենք, հստակ կերպով գալու են եւ մեզանից փորձելու են խորհուրդներ հարցնել եւ օգնության ձեռք են խնդրելու, ինչ անելով մենք հենց պիտի հաճելի լինենք Աստծուն։ Եվ մի օրինակ Աստվածաշնչից ասվածս ավելի լավ ներկայացնելու համար Մատթեոսի ավետարանից, որտեղ ասվում է. Այն ժամանակ թագավորը պիտի ասի նրանց, որ իր աջին են. եկեք իմ հոր օրհնյալներ, ժառանգեցեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը, որովհետև քաղցած է եւ ինձ ուտելիք տվիք, ծարավ է եւ ինձ ջուր տվիք խմելու, օտար է եւ ինձ ձեր մեջ առակ, մերկ է եւ ինձ հագցրիք, հիվանդ է եւ ինձ տեսնելու եկաք, բանտում է եւ ինձ այցի եկաք։ Այն ժամանակ աղբանները պիտի պատասխանեն նրան եւ ասեն. Տեր, երբ տեսանք քեզ քաղցած ու կերակրեցինք, կամ ծարավ եւ ջուր տվեցինք, երբ տեսանք քեզ օտար եւ մեր մեջ առանք, կամ մերկ եւ հագցրինք, երբ տեսանք քեզ հիվանդ կամ բանտի մեջ ու եկանք քեզ այցի, Տերը պիտի պատասխանի եւ ասի նրանց. ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, այդ ինձ համար արեցիք։ Սիրելիներ, ուրեմն եկեք հիշենք եւ անդադար մտածենք այս հարցերի շուրջ եւ արդեն մեծ պահքի հաջորդ 6-րդ կիրակին, որն է Գալստյան կիրակին, հստակ ուղիղ կերպով քայլենք դեպի Քրիստոս եւ նրանից ստանանք այն պատասխանը, թե դու արդար ծառա, արդար ձևով ապրեցիր, քո պահքը պահեցիր եւ մնացյալ ճանապարհը այլևս մինչեւ Սուրբ Հարություն պիտի քայլենք միասին։ Ամեն։
Աստված
Սարգսակը բացատրեց մեզ այս երկու առակների խորհուրդը, որոնք էին Այրի կնոջ և դատավորի առակը և Փարիսեցու և Մաքսավորի առակը, այդպես ես նույն ոգով ցանկանում եմ ձեզ ամենքի հորդորել, որպեսզի Այրի կնոջ պես անդադար աղոթենք։ Եվ Այրի կին ենք մենք չքավոր, որովհետև մենք Աստծուն և ոչինչ չունենք, որ կարող ենք տալ, որպեսզի նա մեր այդ մատուցածը ընդունելով հանդերձ մեզ մեր մեղքերից խավի ելների։ Եվ հորդորում եմ, որպեսզի ամենքդ Մաքսավորի պես ծունկ դնելով Աստծո առաջ գլուխը իջեցնելով ասեք Տեր, խավիր ինձ մեղավորիս և ապրեցրու։ Եվ իբրև գործ, որը մենք պիտի զուգորդենք մեր աղոթքներին, ինչպես Սարգսակը գեղեցիկ կերպով ասաց, խոնարհվենք և ծառայենք։ Մեկս մյուսի վերքին դարմանենք, մեկս մյուսի ցավը կիսենք։ Հայտնի գրողներից մեկը ասել է, թե երբ դու ցավ ես զգում, դու կենդանի ես, ողջ ես, բայց երբ դու սկսում ես զգալ ցավ ուրիշների, դու մարդ ես։ Մենք Աստծո կողմից կոչված ենք մարդ լինելու և ավելին Աստծո որդի լինելու։ Աստծո որդուն մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին իր խոնարհության և իր հարատևության մեջ նմանվելով։ Ամեն։ Papà, come?